Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ողջույն Նարեկ ջան։ Սյունիքում կրկին կրակոցներ են լսվել։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, արդյոք կա ինչ-որ էսկալացիայի վտանգ, թե ոչ։ Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա, ամենօրյա ռեժիմով ընդ որում։ Ես միշտ եմ ասել, որ երբեք չի բացառվում ոչ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ոչ առավել ևս լոկալ պատերազմի։ Մենք գիտենք Ալիևյան ծավալապաշտական նկարտումները եւ մասնավորապես իրենց օկուպացիոն քաղաքականության ձգտումը, մասնավորապես Սյունիքի մարզի հանդեպ։ Մենք գիտենք այդ ամեն ինչի մասին, նորություն չի, անգամ գործող իշխանություններն են ասում, որ հավանական ռիսկեր եւ էքսպանսիոնիստական քաղաքականությունը չի բացառվում։ Այդ մասին նորություն չի Նարեկ ջան։ Իհարկե գիտեմ։ Իհարկե նաեւ լուսաբանել ենք, ես իմ բոլոր հարցազրույցներում նաեւ ասում եմ, թե ինչ է կատարվում Սյունիքում, մասնավորապես ինչպիսի կրակոցներ են, դա ինչի համար է ուղղված, կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում, չնայած որ որևիցե նորություն որպես այդպեսին չկա։ Մենք բոլորս հասկանում ենք նպատակը ինչ է, ուղղակի այստեղ զարմանում եմ, որ ավելի ճիշտ չեմ արտենից զարմանում, երբ որ կարդում եմ Սյունիքում զորուգիշեր կրակոցների ֆոնի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, ենթադրում եմ դուք տեղյակ եք ինչի մասին է խոսքը։ Եվ սա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ֆոնին ինչպես է ընկալվում։ Ընկալվում է, որ հայկական կողմը փորձում է կառուցողականություն դրսևորել, ի ցույց դնել իր այսպես կառուցողական մոտեցումները, որ օր առաջ պատրաստ է խաղաղության, միջազգային հանրությանը եւ միջազգային գործընկերներին փորձում է ցույց տալ, որ հայկական կողմը որևիցե ծավալապաշտական նկարտումներ չունի, պատերազմի հակում չկա, ոչ պատրաստվում է պատերազմի, անգամ չի զինվում, անգամ չի պատրաստվում որևիցե անգամ այն սուվերեն տարածքների վերականգնմանը, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական զինվորների վերահսկողության ներքո, ուղղակի այսպես պաշտպանողական բնույթ կրող ինչ որտեղ դա աշխատող տարբերակ է, գործող տարբերակ է, որովհետև ամենայն դեպս աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք գնում ենք խաղաղության, կառուցողականություն ենք դրսևորում եւ բացառապես ադրբեջանական կողմն է, որ այսպես ասած պրավալի է տալիս այդ ամբողջ process-ը, առավել ևս երբ որ հստակ կա դիրքորոշում, որ 17 կետերի շուրջ կոնսենսուսի արդյունքում գնալու են խաղաղության պայմանագիր կոչվածի կնքմանը։ Բայց այդ համատեքստում մենք տեսնում ենք, որ 7 օր 7 գիշեր կրակում են Սյունիքի վրա եւ այս պարագայում գործնականում հասկանում ենք, որ Ալիևի նպատակներն ու քմահաճույքները լրիվ ուրիշ ուղղության վրա են գնում։ Պարոն Կարապետյան, այս կրակոցների մասին տեղեկությունների ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված եւ մեջբերում անեմ հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները եւ անօդաչ ու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը բանը սա է եղել քննարկման թեման հակառակորդ նկատի ունեն Հայաստանին եւ Հասանովը շեշտել է, որ ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքին օպերատիվ արձագանքելու համար։ Այսինքն սա չի նշանակում, որ իրենք այսպես կոչված չակերտավոր կեղծ Հայաստանի կողմից կեղծ սադրանքի անվան տակ լայնամասշտաբ ինչ որ գործողություն կանեն, լայնամասշտաբ նկատի ունեն ոչ թե այս 1-2 կրակոցները այդ տեղային արդյունքով։ Շատ ճիշտ եք, այո, ես ինքս ուզում եի հենց այդ մասով ասել, որ այսօրվանից մի նոր փուլ է մտնում ռազմականացման process-ը սահմանային հատվածներում եւ մասնավորապես հարավային հատվածներում, ես նաեւ որպես որոշակի հետախուզական ինֆորմացիայի տիրապետելով եմ դա ասում, իհարկե դա ինչ որ տեխնոլոգիություն չի, ընդհանրապես գլոբալ առումով այո, դուք շատ ճիշտ եք, Ադրբեջանի համար ներկայիս օկուպացված Արցախի այն հատվածը, որը հարակից հատվածներ է Սյունիքին եւ Վայոց ձորին,
դրանք ծառայում են որպես պոլիգոն, որպես պլազդարմ Հայաստանի դեմ հավանական հաջորդ պատերազմի էքսպանսիոնիստական քաղաքականության հաջորդ պատերազմով կտրելու, Սյունիքը կտրելով ցամաքային արևմտյան Ադրբեջանի հատվածից կապ ստեղծելն է Նախիջևանի հետ։ Դա նորություն չի, դա բնավ վախեցնելու համար չի այս ինֆորմացիան, յուրաքանչյուր գիտակից մարդ եւ ինֆորմացված մարդ տեղեկացված է այս մասին, եւ սա պատե առիթ է կրկին անգամ ասեմ, որ այո, թշնամին անկեղծ է իր նկրտումներում, իր ծավալապաշտական ու առավելապաշտական նկրտումների տեսանկյունից եւ պատրաստվում է պատերազմի ուղղակի պատե առիթ են այն։ Այսինքն Ընդհանրապես Հասանովի ասածը դա իր զինվորներին պատրաստվեք մարտի ցուցում էր, հրաման էր։ այո, ինչ որտեղ այո, ալիբի ստեղծելով, որ Հայաստանը իբր պատրաստվում է պատերազմի, որ Հայաստանը չի ձերբազատվել ռևանշիստական քաղաքականությունից, որ նպատակ է դրել Արցախի հետ վերադարձը եւ այս մասով տպավորություն է ստեղծում, որ այ մենք ընդհանրապես պաշտպանողական բնույթի գործառույթներ ենք իրականացնում, բայց պատրաստ ենք պատերազմի։ Ընդհանրապես Նարեկ ջան, կարող է մի փոքր երկար ստացվի, ես խնդրում եմ, որովհետև սա շատ կարևոր բան է, այդ կրակոցները դերևս ինչ որ բանի չարացի կամ արածի արդյունքն է։ Ես ուզում եմ, կարող եմ մի փոքր երկար ստացվի, բայց շատ կարևոր ինֆորմացիա եմ ուզում, որպեսզի հասանելի լինի մեր հեռուստադիտողին, ընդհանրապես մարդիկ մտորելու տեղիք ունենան այս մասով։ Տեսեք, մենք այս ամեն ինչը, որ հասել է այդ process-ին, նրա արդյունքն է, որ հայկական կողմը հստակ ասել է, որ ցանկացած պատրվակով, ցանկացած առիթով, անառիթ կամ ինչ որ առիթով հանդերձ Հայաստանը որևէ ռազմական գործողության մեջ չի մտնի Ադրբեջանի հետ։ Այսինքն Ադրբեջանը այդ ինֆորմացիան ընկալում է որպես, այսինքն եթե ես ամենաթողությամբ ինչ կարող եմ անել, հայկական կողմից ռազմական միջամտություն չեմ տեսնել։ Այսինքն սա լավ պատրվակ է, որպեսզի ադրբեջանական կողմը իհարկե առիթ ստեղծելով ռազմական գործողություն իրականացնի, վերջում մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Ես ձեզ վստահեցնում եմ, հազարումի պատճառ կա, բայց նորից եմ ասում, դրա սկիզբը ինչն է։ Տեսեք, մենք դուք պրոֆեսիոնալ լրագրող եք, քանի անգամ ինքներդ դուք հարց եք տվել։ Որոնք են այդ 17 կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես եկել են համաձայնության ու որոնց տակ Հայաստանը պատրաստ է հենց հիմա ստորագրել։ Մենք կարծեմ մի քանի հարցազրույց ունեցել ենք այս ժամանակահատվածում ու մինչև առ այս պահը Նարեկ ջան, ոչ դուք որպես լրագրող, ոչ ես որպես մասնագետ, իհարկե կարող ենք ենթադրել առանց բանգայությունների ու կոնսպիրոլոգիայի թե 17 կետերը որոնք են, բայց ես եւ դուք մինչև հիմա տեղյակ չենք ինչի մասին է խոսքը։ Այդ խնդիրը այդտեղից է գալիս նա։ Բայց մենք գիտենք մի փաստ, որ հայկական կողմը ասել է, որ մենք պատրաստ ենք ստորագրել, այսինքն չի լուսաբանվում, թե ինչ բովանդակություն ունեն, ինչ կետերով են դրան, բայց չենք էլ լսում պատասխան, չենք լսում կոնկրետ հարցերին, ձեր մասնագետներիս հարցերին, ձեր լրագրողների հարցերին, ավելին ուղիղ տեսքով ասում են, որ դա այս պահի դրությամբ գաղտնիք է պահում։ Այսինքն պաշտոնապես հայտարարվում է, որ դրանց մասին կիմանանք եւ խաղաղության պայմանագիրը խնդրում եմ հատուկ ձեր ուշադրությունը։ Ստորագրվի եւ հրապարակվի։ Այսինքն հայ ժողովուրդը չգիտի մինչև հիմա չի էլ իմանա այս պահը, թե ինչերի շուրջ են բանակցել ու համաձայնության հասել, ու չի է բացառվում, որ վերջում կանգնելու ենք փաստի առաջ։ Ես ձեզ վստահեցնում եմ, անգամ մասնագետ պետք չի լինել, որովհետեւ այդ 17 կետերը հանգարց եթե հրապարակվեն, մինիմում 10 կետի մեջ մենք գտնենք ազգային եւ պետական շահերին ընդդեմ հակոտնյա կետեր, որոնք շատ լուրջ խնդրահարույց իրավիճակ կարող են ստեղծել։ Եվ ես փաստ եմ արձանագրում, որ դրանք բացառապես, Նարեկ ջան, ես փաստ եմ ներկայացնում, որ դրանք փաստացի են, որ դրանք բացառապես միակողմանի զիջումների վերջնարդյունք են, որ Ադրբեջանը գետ 1 փող զիջման չի գնացել։ Այդ մասով կոնկրետ ուղղված հարցին, թե ինչ փող զիջումների է արգասիքն է համարվում այդ պայմանագիր ասվածը։ Ադրբեջանը լավ ինչ զիջման է գնում։ Լավ ասեք գետ 1 զիջում։ Հայ իշխանությունները Նարեկ ջան չունեն անգամ լղոսված կիսաճշմարիտ պատասխան։ Ես նկատել եմ, ես հետևում եմ չէ ձեր լրագրողների աշխատանքներին։ Ուղիղ հարցեր եք տալիս, չունեմ պատասխան, որովհետև որևէ փող զիջման ես ձեզ պատասխանեմ։
Ադրբեջանը չի գնացել։ Առավել ևս այն որպես այդպեսին ֆիքսեր առավել ևս պայմանագրում։ Ընդհակառակը 17 կետանոց պայմանագրի պատրաստ լինելուն պես առաջ է քաշել նոր պայմաններ, որոնց կատարման պարագայում նոր կմտածի վերջո ստորագրել այն, թե ոչ։ Եվ հիշում եք, օրեր առաջ Վերստին Ալիևը ասաց, որ հաջորդը ԵԱՀԿ Մինսկի լուծարումն է, հələ հակառակը իշխանությունները ասացին նույնիսկ դա մենք միակողմանի պատրաստ Այսօրեն հայտարարություն է հնչել արտգործնախարարությունից, ենթադրում եմ այդ մասով եմ մենք կզրուցենք, բայց խնդրում եմ ընդամենը 1 րոպե, որպեսզի ամբողջական լինի ձեր հարցի պատասխան, որտեղ կուտակվել է այս ինֆորմացիան, պետք է որ ճիշտ հասանելի դարձվի ժողովրդին։ Տեսեք, իշխանությունների խոսույթում պատտվում է հետևյալ հայտնի թեզը. պետք է ստորագրենք, ասածներն անենք, как бы чего не вышло, թե չէ պատերազմ կլինի։ Այսինքն խաղաղություն, ինչպես է, մուրալում զուգահեռ իշխանականները լծված են Ալիևի հիմնական պահանջի, այն է, որ մենք գիտենք սահմանադրության փոփոխման օր առաջ կյանքի կոչմանը։ Ու խոսք անգամ չկա այստեղ երկուստեք փոխելու մասին։ Նարեկ ջան, մենք կարծեմ խոսել ենք այդ թեմայով։ Ադրբեջանի սահմանադրությամբ, ներկայիս սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը համարվում է Ադրբեջան։ Հիմա զավեշտի ժանրը առիթ ունեցել եք Սրբոյի Գալյանին հարց տակ, արտարադատության նախարարին։ Հայտնի հայտարարությունը լսել եք, ասում է ոչ թե պայմանագիրը սահմանադրությանը, այլ սահմանադրությունը այդ պայմանագրին պետք է համապատասխանի, որ նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունն ու խաղաղության պայմանագրի չվտանգողը։ Այսինքն այս աբսուրդի մարազմի ժանրից, այսինքն սա ասում է մասնագիտությամբ իրավաբան այսօրվա արտարադատության նախարարը։ Ես չգիտեմ ինքը իրավաբան է թե հոգեբան է, բայց որ սրտաճմլիկ հակաիրավաբանական ինչ-որ գյուտեր անում, դա փաստ է։ Ու քանի որ հնարավոր չէ դեռ չստորագրել, փոխարենը կորզել պահանջներ, չի խանգարում, որ մի քանի օր սահմանին կրակոցներ լինի ու էսկալացիաներ, այս սա է ադրբեջանական սկզբունքը։ Իրենք տեսնում են, չէ, որ Հայաստանում այսպեսի մարդիկ այսպեսի արձագանք են տալիս, դե ասում են, դե մենք չստորագրենք, որովհետև տեսեք ինչ է տեղ ունենում։ Համ մեզ մեղադրում են ռևանշիզմի մեջ, էսկալացիայի ամբողջ մեղքը պարտում են մեզ վրա, համ ալիբի են ստեղծում իրենց համար, միջազգային հանրությանը ներկայացնելու, որ տեսեք այ հայկական կողմը իբր դեստրուկտիվ է, այ տեսեք տորպեդահարում է խաղաղ բանակցություններն, տանում է փակուղի։ Այսինքն պրիմիտիվ, բայց տեսեք, այս աշխատող սցենարով Բաքուն ինչ է անում, Բաքուն ձերբազատում է իրեն այդ պայմանագիրը ստորագրելուց։ Ստորագրելը ցկցկելու պատրվակու ժամանակը շահում արդյունքում հայկական կողմը ստացվում է պատերազմի վախից դրդված ավելի շուտ գիտի, որ պետք է համաձայնվի նոր պահանջների կատարմանը, իրենք էլ չստորագրելով իրենց չեն սահմանափակվի ցավալապաշտական իրենց այդ ախորժակը։ Բաքուն տեսնում է, չէ, որ հայկական կողմը ամեն ինչին համաձայն է ու պատրաստ է ստորագրել այդ 17 կետերի դիմաց։ Հետևաբար, տեսեք, ստացվում է 17-ը ստորագրողը, 17-ի դեմը ստորագրողը, 27-ի, 37-ի դիմաց էլ կստորագրի։ Ունեման, ոնց ասեմ, բարենապաստ ռասկլատ ասեմ, չգիտեմ էլ ինչ բառապաշարով ասեմ, որպեսզի նկարագրությունը ճիշտ հնչի։ Այդ ռասկլադի պարագայում անգամ պատերազմը դառնում է անիմաստ, որտեղ Ալիևը անվճար ստանում այն ինչ ուզում է։ Ալիևը չի ստորագրել, որտեղ իրեն հələ պետք է Երևանը, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջանը, որի մասին անկաշկանդ խոսում է, ու այսպես ասած, բերանի գալածող չկա, լեզուն կրճատող չկա։ Այ ադրբեջանցի բարձրաստիճան ղեկավարները հենց այսօր նայում են, անկեղծ անկաշկանդ ասում են, որ եթե ստորագրենք այդ համաձայնագիրը, Երևան չեն կարող մտնել։ Արևմտյան Ադրբեջանից ու պահանջատիրությունից չեն կարողանա խոսել, որ մեզ պետք չի ստորագրել, քանի որ ստացվում է Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի դիմաց չստանալով որևէ պարտավորություն, որ խաղաղության պայմանագիրը դարձել է, այսինքն ստացվում իսկապես իրաց պետք չի։ Մարդիկ նույնիսկ հեգնում են, հասկանում եք, մեզ հեգնում են, ասում են, կարող ենք նստել սուրճ պատվիրել, հանգիստ դիտել, թե ինչպես Հայաստանը հերթականություն կատարում է մեր պահանջները։ Ես չգիտեմ, փաստացի ստացվում է հայկական կողմը, Նարեկ ջան, որքան հեզ է ու հնազանդ է, որքան եռանդուն է ցուցադրում այդ խաղաղասիրությունը, մարդասիրությունը,
օր առաջ անգամ միակողմանի պայմանագիրը պատրաստես ստորագրել, այդ պատրաստականության տակ է մտնում, այդքան կոշտ է Ադրբեջանն նվարկում Հայաստանի գրողի ծոցը կներեք արտահայտությանս։ Պարոն Կարապետյան, պայմանագրի ստորագրման հետ կապված այս լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Բաքվում հայտարարել էր, թե Թրամփը անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ որ խաղաղություն, ամբողջություն եւ Բայց ինչ մտել է պատերազմը գնում աշխարհում։ Ու ինչպես որ րոպեին նա խոսում էր խաղաղությունով եւ եկավ, որ ինքը իբր մեծ խաղաղար պետք է լինի աշխարհում կոնֆլիկտների հանգուցալուծման համատեքստում, ընդհանրակը աշխարհում տարբեր մանավանդ մեծավոր արևելքում այսօր 2 հատ գենոցիդ է տեղի ունեցել։ Ինչի մասին է խոսքը։ Ներողություն թույլ տվեք չվստահել նրա որևիցե խոսքին։ Ես չեմ ուզել, որ հիմա ես կարող եմ շատ հագադարձություններ բերեմ, որ նա շատ հարցերում ընդամենը դիվանագիտական հնարքներ է բանեցնում, ընդամենը որ եկավ իշխանության, բայց այսօր ոչ մի խոստացածի տերը չի կանգնել, չի արել այն ինչ որ ինչի մասին որ եկել է ու ինչով որ եկել է։ Այնպես որ ցիտել նրան, չգիտեմ, դա անլուրջ է։ Դա անլուրջ է։ Արդեն իսկ բողոքի ցույցեր են լինել մաքսատուկանքների մաքսային այս հարգերի ավելացման համար տեսնում եք ինչ քաոս է առաջացել աշխարհում։ Ուսումնասիրում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Չինաստանը իր մասով դեմպինգը ինչպես է անում մաքսային։ Դուք հասկանում եք, չէ՞, արդեն Իլոն Մասկին են, այսպես ասած, ուղարկում հանգստի։ Այն մարդուն, ում համար երթում էր ուտում։ Եկեք հասկանանք, որ սա մեծ քաղաքականություն է ու ոչինչ չի կարելի բացառել։ Մենք մեր դարդերով, մենք մեր խնդիրներով։ Էլ եմ կրկնում, հենց հիմա ես որպես մասնագետ ուսումնասիրում եմ։ Մենք տեսանք Ալավիների կոդորածը ու Միացյալ Նահանգների քարլռությունը, հենց հիմա մենք խոսում ենք Գազայում պաղեստինցիների գենոցիդ է տեղի։ Հենց հիմա։ Ու Միացյալ Նահանգները ոչ մի բան չէ, Նեթանյահուն վաղը մեկնում է Վաշինգտոն հանդիպելու նախագահ Թրամփին, որպեսզի հաջորդ քայլերի հրահանգները ստանա։ Սա ենք տեսնում։ Այսինքն մենք չակնկալենք ճնշում Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի վրա։ Ինչ ճնշման մասին է, եկեք ռացիոնալիզմի շրջանակներում, էլի, այսինքն ներելուծել, Մարկ Ռուբիոն ինչ պետք է անի, իրենց ինչ պետք է անեն։ Այստեղ այդ պսևդո արևմտամետներն են, չէ՞ ասում, այ հիմա հաթաթակ կտա Թրամփը, Ալիևին կսսկացնի, կխելոքացնի, էլ չի բանանի։ Լավ էլի չի կարելի։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ Ռասկլադը ինչպես որ ձեռնտու եղավ Միացյալ Նահանգներին, այդպես էլ կա։ Այս րոպեին ուղղակի պատերազմ անհրաժեշտ չէ Հարավային Կովկասում։ Այս րոպեին զսպում են։ Ուրիշ բան, երբ որ մենք ասենք, որ իրենք իրենց գործիքակազմով, այսինքն չթերակնահատենք գոնե այդ մասը, ընդհանրապես զսպիչ թերակատարություն են կատարում, որպեսզի Ալիևը, որը որ ունագա ու որը որ պատրաստվում էր Սյունիքի անեքսիան, դա այս պահին չանի, որովհետև այս պահին իրենց համար այլ ռասկլատ է։ Մերձավոր Արևելքում լուծել խնդիրները, անցնել Իրանին։ Իրանի հետ վերջնարդյունքներով են խոսում, տեսնում եք, ժամանակ են տալիս, հաթաթաներ են տալիս, ուլտիմատումների լեզվով են խոսում։ Բա ինչ են անում, ուզում են ներքաշեն, հութիներին խփում են, որ Հեզբոլլային խփում են, որ Իրանը մտնի այդ բանի մեջ, հա, ու ուղիղ հարվածի տակ գնա։ Ես չեմ բացառվում, որ Նետանյահուի հաջորդ այս այցելությունը, որը վաղը տեղի ունենալու, հենց հաջորդ ցուցումներն է լինելու։ Կոնկրետ հակաիրանական գործողությունների կազմակերպման սցենարել նա անգամ կարող է դրված լինի։ Որովհետև նկատելի է, որ կոնկրետ Իրանի հետ չգալու հանգամանքը ուղիղ պատերազմի հավանականության սցենար է, որը որ արդեն իսկ մշակված է, ավելի քան վստահ է։ Եվ Հայաստանը այդտեղ ինչ մասնակցությունն է ունենալու։ Հայաստանը ընդհանրապես պետք է հասկանանք, որ Աստված չարատի այդ երկրներից որևէ մեկի մանավանդ հակաիրանական կոալիցիոն երկրներից մեկի պլացդարմը չդառնա հանգարց։ Առավել եւս ուրիշ ավելի բաց սցենար ասեմ, որը որ էլի նորություն չի, գաղտնիք չի,
արդեն իսկ այդ իրավիճակը տիրապետող հասկացող իրավիճակից փորձագետները այդ մտահոգությունը հայտնում են, որ օր առաջ, երբ որ հանկարծ սկսվեց Իրանի վրա կոնկրետ գործողությունը, գետ մեկ աթեզ ընկավ Իրանի սուվերեն տարածք, չի բացառվում, որ Ալիևը օգտվի առիթից ու անեքսիայի քաղաքականություն բարի Հայաստանը։ Չի բացառվում։ Ըստ իս դա է, որովհետև այս պահին ոչ թե մեր սիրուն աչքերի համար կամ միջպետական եղբայրական հազարամյա բարեկամական հարաբերությունների մասին, այլ Իրանի համար գիտեն, որ սա կարմիր գիծ է։ Հայաստանի սուվերենությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է։ Բայց այդ կարմիր գիծն էլ կարող է կանաչ դառնալ, դա էլ չի բացառվում։ Մեծ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել։ Այսինքն Իրանի վրա հարձակում լինի կամ ինչ-որ օբյեկտների խփեն, Ալիևը առիթից օգտվի ու Սյունիքից այդ ճանապարհը զավթի։ Միջանցքի ճանապարհը, այո, չի բացառվում։ Նորից եմ կրկնում, դա լավագույն ալիբին կլինի, լավագույն առիթը կլինի, որպեսզի նա գնա այդ քայլին, որովհետև Իրանը զբաղված կլինի այդ խնդիրներով, այն էլ Միացյալ Նահանգների պես գերտերության հետ նման ռազմական խնդրի, չգիտեմ, լուծման process-ներով, եւ այդ արանքը պատկերացնում եք, առավել եւս, որ Իրանական Իսլամական Հանրապետությունը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանը անմնացող չի մնա։ Նրանք տեղեկատվություն են ունեն, չէ՞, ներկայիս Արցախի տարածքը ինչ է որպես ծառայում, ում համար ինչ։ Առավել եւս, երբ որ իսրայելական հանգամանքը կա եւ բնականաբար կոալիցիոն ուժերով են Իրանի դեմ պայքարացնելու, եթե որպես այդպեսին պայքարացվի ռազմական տեսքով։ Էսա պատկերը։ Պարոն Կարապետյան, այո։ Այլ թեմայի անդրադառնանք, արտգործնախարարությունից հայտարարել են, մեջբերում եմ, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Սա ինչ է նշանակում, այսինքն ուզում են ասել, որ մինչև 2023 թվականի սեպտեմբեր բանակցել են Արցախի ինչ-որ կարգավիճակի համար։ Տեսեք, այս գիտեք որ process-ն է, այն process-ն է, երբ որ էլի մեկը մեկի դաշտը գնդակն է ուղղում մեղադրանքի։ Բումերանգային այդ մեղադրանքի տրամաբանությունից ելնելով էս։ Այսինքն, տեսեք, ժամանակին ասում էին, դե տեսեք, ռուսական դաշնությունը ասում էր, տեսեք, հայկական կողմը գնաց Պրագա, ընդունեց, որ դա Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասն է, այդ դրա համար, օրինակ, մեր կարգավիճակը փոխվեց, հա, խաղաղապահ ուժերի, եւ մենք ստիպված հիշում եք այդ հայկական կողմը իհարկե ինչ որտեղ դա արտար բան, հա, ճիշտ ուրեմն դիրքորոշում է, հայտնում էր, որ դե այդ պատճառաբանությամբ դուք դուրս եկաք, բայց մինչև այդ եկեք ընդունենք, որ Պուտինն էր, չէ, հստակացնում, որ այդ 7 ռայոնները եւ Արցախը դա Ադրբեջանի տարածքային մաս է, այսինքն եթե այդպես էր, այդ ինչ կարգավիճակով եք դուք մինչև այդտեղ։ Հələ տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ նույն այդ խոսքը մեջբերում էին Պուտինի, հայտնի խոսքը։ Այսինքն այստեղ հետո եկավ երկրորդ հանգամանքը, տեսեք, հայկական իշխանությունները իրենց վրայից բեռը գցելու համար ալիբի ստեղծեցին, որը որ լավ ալիբի տվեց նաև Արցախի իշխանությունները ինչ արեցին։ Ասեցին դուք ինքներդ կազմալուծեցիք Արցախի հանրապետությունը, չէ՞։ Դուք ինքներդ եք կազմալուծել, եկել եք Հայաստան եւ այդ կազմալուծման մասին որոշումը իդեմս այդ նախագահ կոչված, հա, Շահրամանյանի այդ նույն հրամանագիրը չչեղարկեցիք, դենոնսացում տեղի չունեցավ։ Հետևաբար, եթե դենոնսացում տեղի չունեցավ, դուք եք արել, հետևաբար Արցախի հանրապետություն չկա, Արցախի մասով մենք էլ չենք բանակցի։ Մեր բանակցության փաթեթից դա դուրս է գալիս։ Հասկանում եք։ Այսինքն լավ ալիբի են գտել։ Իհարկե դա առիթ է տվել։ Դա առիթ է տվել, որովհետև իրոք Արցախի իշխանությունները չգնացին այդ քայլին։ Հիշում եք, մենք բազմիցս կոչեր ենք անում, անգամ կոչերը չանենք, այդ իրենց ֆունկցիաներ, որ պետք է կատարեն եւ չկատարեցին։ Հիմա այդ մասով ստացվում է Արցախ միավոր գոյություն չունի, հետեւաբար բանակցություններից դուրս է գալիս։ Այստեղ ես ուրիշ մտահոգություն եմ տեսնում, Նարեկ ջան։ Ես Աստված չարացե վաղը մյուսօր չի բացառվում, որ
Եկուց մյուս օր այս իշխանությունները հանկարծ չերնեն ու ասեն, որ ընդհանրապես Արցախում տեղահանություններ չի եղել բռնի ճնշման արդյունքում։ Այսինքն էթնիկ զտում չի եղել։ Մարդիկ իրանց կամքով դուրս են եկել։ Ես այ դրանից եմ արդեն վախենում։ Որովհետև տեսեք, ես հիմք ունեմ այդ մտահոգությունը բան, այ նոր ասեցի։ Մարդիկ ասում են միակողմանի պատրաստ ենք հրաժարվել Մինսկի խմբից եւ լուծարել է։ Մարդիկ ասում են միակողմանի անգամ պատրաստ ենք դատական ակտերից հրաժարվենք, միջպետական այդ բոլոր ացիաներից հետ կանչենք։ Եվրիշե Կիրակոսյանը հենց դրա պատճառով է նաև դուրս եկել, պատճառը դա է։ Բայց դե ԵԱԿ Մինսկի խմբի հետ կապված պետք է 50 երկիր իր համաձայնությունը տա։ Հիմա Հայաստան ինչ կանել ուզում է ասի, դուք որ խոսում եք ինձ հետ զուգահեռ ձեր ձայնը չի լսվում, ես հարցը ավարտեմ։ Հիմա ինչ կանել Հայաստանն ասի, որ արեք Մինսկի խումբը լուծարենք, դա կոնսենսուսով կայացվելիք որոշում է։ Այո։ Հարցը այն է, որ այո, շատ գիտեք ինչ, կարող է դա դիտարկենք որպես դիվանագիտական հնար, որ հայկական իշխանությունները դա անում են, գիտակցելով այդ կանը։ Եթե դա է, ես միայն կողջունեմ։ Եթե այդքանը հասկանում են, անկեղծ ասած, ես կողմ չէի, որ դուք դա բարձրաձայնեիք։ Բայց ասել եք, այո, մասնագիտական տեսանկյունից այդպեսի բան կա։ Որքան էլ այդ երեք պետություններն են ստորագրել Մինսկի խմբի ձևավորմանը եւ տվել են, այսինքն որպես միակ իրավական ռեժիմ ունեցող քաղաքական կառույց, որին վստահվել է Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը, բայց այդպես հեշտ չի լուծարելը դա։ Դուք նշեցիք արդեն ոնց կարող է լուծարվի։ Եվ բնականաբար ադրբեջանական կողմն էլ այդ կանը հասկանում է, որ հասկանում են, որ շատ լուրջ խնդիրներ կա, այդպես հեշտ ու հանգիստ դա չի լուծարվի։ Ընդհանրապես ես միշտ ասել եմ Արցախյան կոնֆլիկտը ընդհանրակը ոչ թե փակվել է, այլ նոր ավելի բարդ փուլ է մտել։ Հակառակը չի կարող 120,000 մարդ իր բնորանից բնավեր լինի, դուրս գա ու հենց այդպես հարցը փակվի, չի կարող այդպես փակվի։ Միջազգային հանրությունը անգամ եթե հայ իշխանությունները գնան դրան, մեկը միջազգային հանրությունը դրան չի թույլ տա փակվի։ Այդ խնդիրը չի կարող հենց այսպես փակվի գնալ։ Ուղղակի ցավը գիտեք որն է, որքան մենք շատ ենք ցուցադրում այդ խաղաղասիրությունը, միջազգային հանրությանը իրենց տեր կանգնելու ակնկալիքով երևի թե չգիտեմ, այդքան աշխարհը հերու հասցեով ուղարկում մերոնց։ Որքան շատ ենք մենք համոզում սեփական հանրությանը, օրինակ, որ խաղաղություն են ուզում բերել այս իշխանությունները, ավելի շուտ խաղաղություն են մուրում, այդքան շատ է հասարակությունը պատրաստվում պատերազմի։ Որքան Փաշինյանը ավելի կառուցողական է խաղում, հայկական կենսական շահերի հաշվին ավելի շատ ստացվում է, որ վտանգում է պետականությունը։ Այնքան արագացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր հանդեպ։ Մանավանդ որ բանակցային գործընթաց որպես այդպեսին գոյություն չունի։ Ադրբեջանը այսօր այ խոսեցինք, շարունակում է պատրաստվել պատերազմի, պարզապես սպասում է հարմար պահի հարձակվելու համար։ Բավական է, որ գերտերություններն Ադրբեջանի չզսպեն, նա կհարձակվի, դա կարող է տեղ ունենալ ցանկացած պահի։ Այնպես որ եկեք չզարմանանք, երբ որ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց հաջողվել է օրինակ կանգնեցնել Հայաստանի սպառազինումը, որ այլևս Հայաստան մահաբեր զենք ու ռազմատեխնիկա չի մատակարարվի։ Իդեպ դրան հայկական կողմը չի հերկել։ Դա նշանակում է, որ հաջորդ քայլը բանակի լուծարման պահանջն է լինելու։ Հələ խոսում են, որ այդ պահանջ է հնչեցվել դուրս բերել այլ երկրների ուժերը, երրորդ երկրների ուժերը Հայաստանից։ Իսկ դա ինչ է նշանակում, որ դա միայն չի վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ իրականացնող Եվրոդիտորդներին։ Դա վերաբերում է նաև ռուսական ներկայությանն ու մասնավորապես ռուսական ռազմաբազային։ Դրա համար եմ ես, այդ տեսեք, բայց դա հայ-ադրբեջանական սահմանին չէ, դա ռազմաբազան։ Տեսեք, հենց այդ հայտարարության մեջ ինքը չի մասնավորեցնում, ինքը ասում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են բերվելու այլ օտար երկրների զին ուժը։ Այսինքն, այդտեղ ինչին է պետք հղում տալ, թե կոնկրետ դայի նկատի ունեն ռուսական զորքերի։ Բայց մենք պայմանագրի նախագիծը չենք կարտացել, չգիտենք ձևակերպման մեջ հայ-ադրբեջանական տեղանքը շեշտվում է, թե ոչ։ Տեսեք, այ հենց դրա համար եմ ասում, այդ 17 կետերը ընդհանրապես այս պահանջները, որ ներկայացվում են, Նարեկ ջան, բա հենց պետքա որ արտաքին գործերի նախարարությունը պահանջի պարզաբանում, երբ որ նման հայտարարություն են հնչեցնում,
ոչ թե ջայլամի քաղաքականությամբ վարվեն, հա, գլուխները կոխեն բանի հողի մեջ ու չգիտեմ, թողեն, որ մենք հիմա ես ու դու նստել ենք քննարկում ենք, թե լավ դրատակ ինչ հասկանան, այլ ընդամենը պարզաբանում բանան է, պահանջ է։ Պարզաբանում, դրա փոխարեն ինչ ենք տեսնում, նայ, ասում է Սյունիքում կրակում են, պաշտպանության նախարարությունը ասում է հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումներ, տեսանյութերի տարածումը համացանցում, նախարարությունը հայտնում է ֆանտաստիկ մի հատ միտք է հայտնում, նման բան պատմության մեջ հենց չի եղել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Ու նման դեպքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն իրավունք ունի չտարածել, այս աբսուրդա մարազմատիկ հայտարարություն է։ Ստացվում է, գիտեք ինչ, հիմա ստիպված եմ էլի սարկազմով արձանագրել։ Ասում է, ստացվում է ադրբեջանցիները կամ կրակում են իրենց տարածքի ուղղությամբ, ըստ այս լոգիկայի, կամ ինչ ասեմ, օրինակ երջանկությունից օդ են կրակում, կամ ինչ որ զինվորներից մեկի ծնունդն անդեր 7 օր 7 գիշեր նշում են հեռավարության փոխարեն օրինակ ավտոմատներով վերև են կրակում։ Գուցե չգիտեմ, խաղաղության շնորհավորանքի կրակոցներն են, որ մասնավորապես ցուցադրում են իրենց ուրախությունը, որ համաձայնագրի շուրջ հայկական կողմից ադրբեջանական բոլոր պահանջները բավարարվում են։ Գիտեք, ինչ անես, այսինքն մի հատ ավելի աբսուրդ բան ասեմ։ Ըստ պաշտպանության նախարարության ստացվում է, երբ որ կլինեն վտանգավոր կրակոցներ, այսինքն զոհեր ու վիրավորներ, նոր այդ մասին հանրությանը կասեն։ Ընդ որում Սյունիքում կրակոցների մասով չեն ասում, որ կրակոցներ չեն եղել, ասում են, եթե լինեն վտանգավոր կրակոցներ, մենք կասենք։ Այսինքն ըստ այդմ կրակոցները բաժանվում են երկու խմբի՝ անվտանգ ու վտանգավոր կրակոցներ։ Եթե կրակում են զոհեր չկան, ուրեմն պաշտոնապես չի լուսա։ Այսինքն հələ չեմ ասում, թե հկած որ, այսինքն որ կրակում են քո վրա, որ դա հանցագործություն է, որ երբ որ քո վրա կրակում են, Նարեկ ջան, դու լռում ես, դու դրանով օգնում ես հանցագործին, որ նա չպատժվի, որ շարունակի հանցագործությունը անպատիժ կատարել, որ արձագանքի բացակայությունը նշանակում է քաջալերել Ադրբեջանին ամրապնդելով այն ընկալումը, որ նա կարող է շարունակել իր ընդլայնողական քաղաքականությունն առանց հետևանքների, որ եթե մի երկրում առաջին դեմքերի մագարտական անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի, ագրեսիա կդիմի, նոր տարածքներ կխլի։ Այդ դրա համար մի հատ ֆանտաստիկ պատասխան նաև էս վերջերս հնչեց, մի հատ քպական չագերտավոր ռազմաստրատեգ մի հատ պատանի պատգամավորից, մարդ ասում է, սահմանային դիրքերում մառախուղ լինելու դեպքում մարդիկ օդ են կրակում, այսինքն դրանով ցույց են տալիս, որ մենք այստեղ ենք, մարդ կա այստեղ, որ մենք դիրքերում ենք, ասենք լավ, այս կարգի աբսուրդ, այս կարգի անհետեցություն, այս կարգի ինքնախապեյություն, ավելի ճիշտ սեփական ժողովրդի աչքերին թոս փչել, նայում եմ ադրբեջանական մամուլը ստիպված, իհարկե այդ մասնագիտական գործառույթ է, նույնիսկ ադրբեջանցիներն են ծաղրում պաշտպանության նախարարության կողմից այդ հայտարարությունը, չգիտեմ, ասեմ պետք չէ զարմանալ, որտեղ այս ամեն ինչը կենսակերպ է դարձել, որ մենք շարունակում ենք մնալ այս լեթարգիկ, այս ամորֆ ու ապատիկ ֆոնի մեջ, ես չգիտեմ անունը ինչ դնեմ։ Այս ամեն ինչի արդյունքն է, որ այնտեղ կրակում են, ասում են դուք պատասխան կրակ չանեք, որովհետև մենք գնում ենք խաղաղության, որ մեկն ասեմ Նարեկ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։